Մեկ օրինց հետ Ֆրանսիայում կամ ինչպես անցավ իմ օրը։ Այդ գեղեցիկ ամրոցը միթագում ամենամեծ երջանկության եւ ամենամեծ ցավի վկան։ Ամրոց, որտեղ մեկ հարսանիքը փոխեց Ֆրանսիայի պատմությունը։ Ես նույնպես առաջին անգամ եմ գալիս այստեղ եւ մնացեք մինչև վերջ, որպեսզի իմանաք արժել գալ այստեղ, թե ոչ։ Բացի դա, ես դες պատմելու եմ մի պատմություն, որի մասին վստահ եմ շատերդ չեկել լսել։ Ուշադիր լսեք մինչև վերջ, որովհետև նման պատմություն վստահ եմ չեք լսել։ 1491 թվականին Լանեժի ամրոցում Ֆրանսիայի թագավոր Շարլոթը գաղտնի ամուսնանման Աննա Բրետանացու հետ։ Այս ամուսնությունը մեծ քաղաքական նշանակություն ուներ, քանի որ Ֆրանսիայի թագավորները վաղուց ցանկանում էին անկախ Բրետանիի դքսությունը միացնել Ֆրանսիայի թագավորությանը։ Դե ինչպես հասկացաք, մի ժամանակ Բրետանիա նահանգը Ֆրանսիային չէր պատկանում։ Աննան 11 տարեկանում հորմայից հետո դառնա Բրետանիայի դքսություն։ Սկզբում նա հերակակարգով ամուսնանում է Մաքսիմիլիան Ավստրիացու հետ, սակայն Հռոմի պապը չեղարկում այդ ամուսնությունը։ Դրանից հետո 1491 թվականի դեկտեմբերի 6-ին նա ամուսնանում է Շարլոթի հետ, որի ամուսնության մասին ոչ ոք չգիտեր։ Հարսանեկան արարողության ժամանակ Աննան կրում է ոսկե թելերով ասեղնագործված սպիտակ մետաքսե զգեստ եւ ջերմակացից պատրաստված շքեղ թիկնոց։ Թագավորին ուղեկցում են նրա քույրը Աննա դե Բոնժոն եւ նրա ամուսինը Պիեր դե Բոնժոն։ Երկու եպիսկոպոսները կատարում են ամուսնության արարողությունը եւ ընդունում նորապսակների համաձայնությունը։ Ամուսնական պայմանագրով Աննան իր ամուսնունափոխանցում Բրետանիի դքսությունը եւ պարտավորվում է, որ եթե Շարլոթը մահանա առանց արու ժառանգ թողնելու, ինքը կամուսնանա նրա իրավահաջորդի հետ։ Տեսարանի աջ հատվածում Ֆրանսիայի կայսեր Ժոմ դե Ռոշֆորը ընթերցում է այդ պայմանագիրը վկաների ներկայությամբ, որոնց թվում է նաև Լուի Դորլեանը, որը հետագայում դառնում է Ֆրանսիայի թագավոր Լուի 12-ը, եւ 1499 թվականին նույնպես ամուսնանում է Աննա Բրետանացու հետ։ Իսկ այս պատմության ամենաողբերգական կողմը գիտեք որն էր։ Ամուսնությունից ընդամենը 7-8 տարի անց մահանում է Աննայի ամուսինը։ Տեսնում եք, պատկերացնում եք ինչքան ջահել ժամանակ է մահացել։ Շարլի մահից հետո Աննան արդեն ստիպված եղավ ամուսնանալ նոր թագավորի Լուի 12-ի հետ Բրետանիայի եւ Ֆրանսիայի միությունը պահպանելու համար։ Քանի որ Աննան Շարլից 3 երեխա է ունենում, բայց երեքն էլ մինչև մեծ տարիքը չեն հասցնում ապրել։ Մի երեխան ընդամենը մի քանի օր հետո է մահանում, մյուսը 1 ամիս անց, լավագույնը, որ մի քիչ երկար է ապրել, դա տևել է էլի մի քանի ամիս։ Այս պատմությունը շատ ողբերգական է եւ այս պատերի ներսում մինչ օրս պահվում են այդ դրամատիկ պատմության հիշողությունները։ Եթե սիրում եք պատմական վայրեր կամ պարզապես ուզում եք մի օր զգալ, թե ինչպես էին մարդիկ ապրում դարեր առաջ, այս վայրը հաստատ արժի տեսնել։ Հետաքրքիր բան ասած գալով պատմում ես ու կոնկրետ պատմում ես։ Ասում ես ամենը համարը որ զինվորները հսկել են այստեղից ոչ նամիների տեսնեն գալիս են չեն գալիս ու գալով պատմում ես։ Դա ամենավերջին հատը։ Ամրոցը գնահատում եմ 10-ից 7, քանի որ իմ եղած ամրոցներից փոքր էր եւ չի ասի որ այնքան շքեղ էր, որը որ ես տեսել էի, բայց ինքը ամենաինտրիգային պատմություն ունեցող ամրոցներից էր։